Ի սկզբանե ընդդիմությունը չի կարող լինել թշնամի։ Ընդդիմությունը նույն ինքը իշխանությունն է, իշխանության ընդդիմախոսող թևը, բայց նա ևս պատասխանատվություն է կրում պետության համար, որի շրջանակներում էլ նա ընդդիմախոսում է, այնքան ժամանակ, քանի ինքը իշխանություն չէ։ Հայաստանում ընդդիմություն չի կարող լինել մի խմբակ, որը թշնամի է Հայաստանի գոյությանը, որը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյությունը որպես ինքնիշխան պետություն, եւ մի բան էլ բաց տեքստով խոսում է դրա մասին։ Չի կարող Հայաստանի ընդդիմությունը լինել Պուտինը, կարող է լինել Պողոսը, Պետրոսը, բայց ոչ Պուտինը, այն էլ տարբեր կերպարանքներով։ Պուտին համար 1, Պուտին համար 2, համար 3, համար 4, բայց երբ այդ շապիկները հանում ենք դրանց գլուխներից, բացվում է նրա ֆաշիստական, մարդակեր, պսիխոպատ սֆաթը։ Այո, նրանք գիշատիչի նման սոված են Հայաստանը վերանվաճելու այդ իրենց ախորժակով եւ համարում են, որ ընտրությունը ամենահարմար առիթն է։ Երբ մենք խոսեցինք այն մասին, որ նույնիսկ այստեղ տրանսպորտի մոբիլիզացիա է կազմակերպվում, որպեսզի Ռուսաստանի խեղճ ու կրակ հայերին բերեն այստեղ եւ սկսեն օգտագործել Հայաստանի դեմ, այս ամենը իհարկե մեզ մտածելու տեղ է տալիս։ Ընդհանրապես, ինչ է ընդդիմությունը, ինչի համար է ընդդիմությունը եւ ով կարող է լինել եւ ով չի կարող լինել ընդդիմություն։ Համաձայն ես, միացիր մեզ։